Այսօրվա մեր հաղորդման հերոսներից է երևանյան ամենավառ կերպարներից մեկը։ Ես հուսով եմ, որ դուք բոլորդ նրանց շատ լավ ճանաչում եք։ Մարդկանց, ովքեր հագնում են սև, շնչում են սպիտակ, ծխում են կանաչ, ծեծում են կապույտ, ուտում են երթում եւ լսում են քյաբաբ։ Մարդիկ, ովքեր կարող են ամիսներով բնակվել բիսեդկայում եւ սնվել միայն արևածաղիկներով։ Մարդիկ, որոնց համար ռաբիզ երաժշտությունը արվեստի գլուխգործոց է։ Բնականաբար խոսքը այն կերպարի մասին է, ում հասարակության մեջ ընդունված է անվանել քյարթու։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչքան էլ որ դուք քննադատաբար եք մոտենում քյարթուներին, չեք կարող չհամաձայնվել, որ ի շնորհիվ նրանց մեր բակերում ոչ մեկ արագ մեքենա չի քշում։ Ի շնորհիվ նրանց բազմաթիվ թզբեխագործներ ունեն մշտական եկամուտ, եւ վերջապես ի շնորհիվ նրանց մեր փողոցներում չես կարող բացահայտ հանդիպել համասեռամոլների։ Սակայն եթե քյարթուներից խուսափողների թիվը սահմանափակվեր միայն համասեռամոլներով, ապա ամեն ինչ կընկներ իր տեղը։ Ցավոք սրտի, դա այդպես չէ։ Քյարթուներ տեսնելիս կոմպլեքսավորվում են նաև հասարակության այն խավը, ովքեր իրենց նվիրել են ուսմանը։ Կապոջան, սիրդաուտ, մերնմ սրդին։ Պլեղքիս ասեմ, բոյը ինը մենեմ բոյիտ։ Էդ դեպքում, քյարպինջը տաս, մերնմ գլխիտ։ Գերի աղան կապը։ Ո, ծնգեր։ Ես գերող տղա եմ, աղբեր ջան։ Այն ոնց իմ մորած է աղբեր, դու ինչ գերող տղա։ Ապե ուրեմն կհիշենք։ Հիշանք։ Накинут бабушки платки. Сентябрь холодный на скамейке. А в лагерях без суеты. Բայրը գնացել է գեղեցկության սրահ բե։ Ոնց ապե։ Արա պլեղ մորեսերը դու գնացել ես գեղեցկության սրահ բե։ Ապե մորեսերը դու ինգեջ չես ապե։ Արա ու դու հոմիկ չես, արա ինչ գեղեցկության սրահ։ Արա ընկեր ջան, մինչև վերջ լսի։ Գնացել է Եղունգս լեցե աղբեր։ Արա մամայեն ծարև ապես ինչ գեղեցկություն ապե։ Մի վաղտ աղբեր եղունգը ջարդվում էր, արա լրվսնում էինք տունը մինչև աճի, որ կարենանք մարդու երես նայեք աղբեր։ Ամեն լավա ջարդվում է, հետո մեզ լցում են աղբեր։ Աբրի աղբեր։ Դուզ ես ասում, արա դե արիում միաս, արա գիդություն ես կու տիրու եք։ Արա ֆունտիկ, ես անցնում բարևը չես տալի, այս դել է։ Դուս բարև ապե։ Լավ լսի կեզ ինչ եմ ասում, մետ թրնում ես թապով սեմուշկա ես բերում աղբեության համար։ Եվ։ Արա պլեղ ջան, արա պլեղ կոան ինչ էր աղբեր։ Ոնց աղբեր, սպարտակ աղբեր։ Արա բաշուտ աս աղբեր, ես եմ մորս սարև վարա ամեն անգամ զանգում եմ ձերյան մերետ վերցնում, ասում եմ բարև ձեզ պլեղքին կարելի է։ Արա աղբեր անջտում այդ կնիկը չգիտի աղբեր, որ դու պլեղն ես։ Չեմ է կարեմ նորմալ էտը չուպեմ աղբեր։ Բարև ֆոնտիկ աղբեր։ Ալցիս։ Արա, սաստմս բարևը չես տալի արիստելն է։
Ամիլս ինչ ես անում, հատու մեզ աղբերության համար սամուշկա ես վերում։ Հա, Ես մտածել եմ այդ մասին, ես արդեն վերել եմ։ ջեհան։ Տղաներ, ես ձեզ մի հատ խնդրանք ունեմ։ Վաղը ես ընկերուհուս հետ գալու եմ, որ իմ ծնողների հետ ծանոթացնեմ, եւ ձեզանից խնդրում եմ, որ ինձ ֆունտիկ չանվանեք, էլի մի քիչ հարգալից վերաբերվեք իմ հետ, հա, դից ընկերուհուս հետ է, էլի։ Հարգալից աղբեր։ Խոսքի ինչ ասենք։ Դե չգիտեմ գոնե, բայց մի քիչ հարգանքով էլի վերաբերվեք իմ հետ։ Խոսքի որ ասենք բարև մենց աղբեր, լավ է։ Մի ծոպի, շատ լավ։ 10,000 դրամ ապե։ Խոսքի ուզում ես կարաս մի 5,000-ի ավելցնես, ասենք բարև թագավոր աղբեր։ Ուզում ես անենք մենյուն փռենք դե մտնես, ինչ ես ուզում։ Չի, ավելի լավ է մեծ աղբեր, նորմալ է, մեծ աղբեր եմ։ Նա տաշտունքն է տոշի աղբեր։ Ապե ժամը քանիսն է։ 3 աղբեր։ Արա մորս արև երբ է ժամը 8-ը գալու գնանք տուն, արա ես ճիշտ ցուրտ արա։ Բարև մեծ աղբեր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեծ աղբեր։ Արա ես ասում բարևը չես տալիս։ Հիմա լսի քեզ ինչ եմ ասում, դավայ թափով թռան մեզ սեմուշկա բերելու, դավայ։ Շփվելով հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ նկատել են, որ մարդիկ խառնում են ավանդապաշտ մարդկանց քյարթուների հետ։ Սիրելիներս, դա այդպես չէ։ Ավանդապաշտ մարդիկ այն մարդիկ են, ովքեր պահպանում են իրենց ժողովրդական ավանդույթները։ Իսկ քյարթուները ավելի շատ ուշադրություն են դարձնում նյութական արժեքներին, օրինակ ծիծակ կոշիկներին եւ սև ակնոցներին։ Իդեպ, եթե քյարթուները իրենց ընկերուհիներին վերաբերվեին նույն քնքշանքով, ինչպես իրենց ծիծակ կոշիկներին եւ սև ակնոցներին, ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ։ Ցավոք սրտի, ընկերուհիների մասին մտածելը նրանց մոտ սահմանափակվում է մինչ ընկերությունը նրա մասին հետաքրքրվելով եւ աղջկա ծնողների ուղն ու ծուծը մանրակրկիտ ուսումնասիրելով։ Առաջին մորս սարև, բայց ասեմ, որ ես թաթուլը բեսան թերով, հզոր երաշտապ է։ Ոնց որ մեր ժամանակների բանն է, էլի Բեքհովեն աղբեր։ Դա լավ այ աղբեր ես ինչա։ Ես թաթուլի աղբեր վերջի զանգի կասետն ունեմ։ Ապե տենաս էդ ոնց է երգում։ Ապե իրանց դասխը կնենց է մղկտում ապե նատուրի ոնց որ առանց նարկոս կույրաղիքը հանելուց ելնեն։ Չի ապե, արաբա մորս սարև էդ կասետը պտի 10-ը ապե։ Կագրած ես եմ մի հատ պարնակատով վիձե եմ վերգալ էդ, կտլան եմ կնայեմ ապե վարալ եմ էլի։ Իլավ ապե, իլավ, գտամ աղբերի ողբա։ Աղ չգիտեմ յարս ոնց ասեմ, տանում են բանակ, լավ կլին Ալո։ Ասա աղջի։ Ուր ես։ Արա ինչ պարան այդ պարը քեզի ապագա չի արա ինչ պարան քեզ մոն։ Լավ ազիս հսա գալիս եմ։ Չին աղբեր։ Անգելույս է ապե պարի ապե դե հետան վերգալ եմ ապե պարի տեղից։
Ուստե մի քիչ թինք տու ապե, ձանին տու քեզ մի քիչ թրջվի լրվի աղբե մինչև գամ ունգե։ Լավ աղբետ։ Կյանքս ինքին բարի դասատունը։ Ապե ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, ապե։ Ուրեմն ինձ չի դերքում դու Փարիզտես ինչ ես, ապե ջան։ Իրան, դու իրավունք չունես մատով կպնելու, ապե։ Ու գիտես խի, ապե ջան, որովհետև ինքը, ապե, խլեզի ինգերուին, ապե։ Բայց կներեք խլեցնով, անգեր չեն։ Ապե, խլեզը իրա քուչի մեծերի կողմից հարգված ջայլ, ապե։ Խլեզը իրա քուչի ջայլների կողմից հարգված մեծ, ապե։ Ու վերջի վերջո, ապե ջան, խլեզը այս կուրտքի մեջի սև մայկով տղենա, ջոգիր ապե։ Խլեց ջան, բայց ես առանց կպնելու չեմ կարող ձեր ընկերուհուն պարել սովորեցնեմ։ Ապե ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Մի բան եմ ասում, սենց ականջիդ ապե մեծս քլորու ես անում ապե։ Սրանից հետո ապե իր հետ ինչ կա ապե, իմ հետ, ջոգիր ապե, իրա հետ, ինչ կա ապե, այս կուրտքի մեջի ապե, սև մայկով տղու հետ, ջոգիր ապե, դու ջոգիր ինչ եմ ասում ապե, հասկցանք իրար ապե։ Լավ, բարի, խլեց ջան։ Հալո բարի չներ ապե, հոպ ապե, այ քեզ բաները, հալո ապե, այ լպնապե շիշ։ Հաճելեր ապե, էլի կգան մնգերքան։ Անպայման։ Աղջի, վաղը որ ունես եթալու։ Դե վաղը ժամը 4-ին Հարութի մոտ էպիլյացիայի է։ Ոայ հոց սա, որ ինչ Վերջերս շատ հետաքրքիր միտք ծագեց ինձ մոտ։ Անհրաժեշտ է տպագրել բառարաններ, որոնց միջոցով մենք կկարողանանք հասկանալ քյարթուներին։ Մի խոսքով պետք է տպագրել հայ քյարթերեն բառարան։ Ինքներդ դատեք, օրինակ ինչ է նշանակում չարդ ժոշկե մարտահայտությունը։ Կամ ինչ է նշանակում եղո։ Սկզբում ես մտածում էի, որ դա անուն է, որովհետև կա այդպիսի անուն, բայց երկար ուսումնասիրելուց հետո ես հասկացա, որ դա ես եմ, որ դա դուք եք։ Եվ դա բոլոր այն մարդիկ են, ում նրանք ուզում են դիմել որպես եղբայր, կրճատած եղո։ Սակայն կան մարդիկ, որոնց հասկանալու համար բառարան պետք չէ։ Պետք է հայկական հայոյանքների բացատրագիր կամ գոնե ուշուցատետր։
раз-то вам вообще арае։ Գագոյլի կամասուտրա բերանդ բացել ես։ Ամոթ չես անում դու այդ տղա։ Արադից։ Գոնե ստազի զորավտնեց ուշուսներ մի տուր։ Ուզում ես անպայման ամեն ինչ հարամ անես, չէ։ Հազիվ գալիս են այդ աղջկատ ուզողները տանեն, պրծնենք դրանից։ Հազիվ նորմալ խելքը գլխին ուզողներ են։ Ինչպես այդ ուշուսներ տալիս, այդ տղա։ Քեզանից ով աղջիկ ուզելու, եթե դու սեն շարունակես ուշուսներ տալ։ Яра, то вообще չեն ուզում ուզեն, հա։ Մի րոպե, մի շարունակի։ Գագո տղա, ես քեզ ասում եմ մի շարունակի, դու էլի ուշունցներիդ գիրքը բացել ես։ Արա դե սպաներելի այ կնի կարա։ Էդի անկախ ինձանից է ստացվում։ Էդի գիտես ինչ ձևի բան, էդի փռշտալու պես բան է, խոսքի չեմ կարում ես այդ անտերը մեջս պայեմ, պետք է հանեմ մեջից այդ ասում է արդեն։ Կակրաս, հենց ուզում ես ուշուր ստաս փռշտա, հələ փորձի։ Արա բայց լավ բան ես ասում։ Փռշտա, հա։ Արա ես որմի։ Չինա, դուրացես, մնա գնատես, ծովա։ Գափո տղա, ոնց որ իրանք են դուրնա, գնում են բաց են, ոնց պանյարարույեցին գտնես կանես։ Համեցեք, խնդրեմ, նստեք, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարի օր ձեզ ապա։ Բարև ձեզ։ Երևի նախ ծանոթանանք, չէ։ Արամիկնա տղաս։ 2 ինստիտուտ ավարտել։ Իմիջիալոց ասեմ, որ ոչ ծխում է, ոչ խմում է։ Շատ ինտելիգենտ տղա է։ Իսկ ընտանիքի։ Ամուսինս Յուրան։ Դասավանդում է 2 համալսարաններում։ Եվ իհարկե ես, ձեր խոնար ծառա, խոնարը։ Առողջություն։ Բաչի ուզում մի բան էլ ես մրա աղբերը ասի։ Իսկ ինչ ասի։ Դե խոսքի թու ասի, ինչի եք այդ ձեր ինստիտուտ մի ինստիտուտները թող է, էլի ասի մեր օջախ։ Լավ, ես հիմա կասեմ, մենք եկել եք, որպիսի ձեր աղջկան Չկանար այն։ Ձեր կյանքը դանքանոս Դե ինչ, իսկ այժմ եթերը տրամադրում եմ մեր մշտական էջին, որտեղ մեր վերլուծաբան պրոֆեսոր Գևորգյանը կառաջարկի քյարթուներին իրենց ընկերուհիների հետ վերաբերվելու ավելի քաղաքակիրթ տարբերակներ։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգտակար լինել այն քյարթու երիտասարդներին, ովքեր ոչինչ չջնջելով շահել են սիրած աղջկա սիրտը։ Հարգարժան քյարթուներ, աղջկա ձեռքը բռնելիս պետք է լինել շատ զգույշ, որպեսզի ճկույտի եղունգով չվնասեք նրան։ Ասեմ ավելին, կարող է նաև վնասվել ձեր այդքան երկար տարիներ մեծացրած խնամած ճկույտի եղունգը։ Գոյություն ունեն ընկերուհու հետ վարվելու ևս մի քանի կանոններ։ Եկեք դիտարկենք դրանցից մեկը։ Եվ այսպես պատկերացնենք, ձեր ընկերուհին գնումներ կատարելու նպատակով մտնում է խանութ։ Այս իրավիճակում շատ կարևոր է ճիշտ ուղեկցել ընկերուհուն։
Գնումներից հետո տրամաբանական է, որ ձեր ընկերուհին կցանկանա գնալ տուն։ Յուրաքանչյուր իրեն հարգող քյարթու պարտավոր է ընկերուհուն ուղեկցել մինչև տուն, ասեմ ավելին, մինչև ընկերուհու սենյակ։ Ինչպես հասկացաք, աղջկա ծնողների հետ ծանոթությունը անխուսափելի է։ Այս իրավիճակում շատ կարևոր է ճիշտ նվեր ընտրել աղջկա ծնողների համար։ Մորքուր ջան, Էսի քեզ սաղը տանեմ։ Մորքուր ջան, ես թզբեղը քեզ։ Մաքուր բուխնգա եմ ձեռում եմ զարկե։ Մորքուր ջան կներես ծաղեք չկար, սամետան եմ բերը։ Մորքուր ջան, նայ կոմոր ինչ մատնիկ եմ գողցե։ Հլը բեր, հա։ Մորքուր ջան, ես դհոլը սիրով քեզ ծաղը տանեմ։ Մորքուր ջան, ես բրդուջի բուկետը քեզ ծաղը տա։ Մորքուր ջան, եսի սպիտակցի Հայկոյի ամենավերջի կասետն է։ Մորքուր ջան, այս ծաղկ է փունջը ձեզ։ Եթե ձեզ հաջողվեց մտնել ներս, ապա շատ կարևոր է ճիշտ բարևել ընկերուհու ծնողներին։ Բարյուր ձեզ։ Հոպար, բիբի։ Բարյուր լավ աղբերներին։ Ոնց ես ապե։ Բարդ ձեզ։ Սեղանի շուրջ թեմայի ճիշտ ընտրությունը նույնպես չափազանց կարևոր է։ Մորքուր ջան, դու որ համարի լիֆ էիր հագնում։ Արա ты что դիմացը, в общем, с дошери ծավքի ասերա լսում ես այ։ Օպար ֆսաս։ Ծավը տանեմ, մերնեմ ջանին, Անեստեմ, այսը պրծնեմ դուզ գամ։ Մաման ու պապան գաղութից բարևում էին ձեզ։ Արա օպր ջան դե ընկերությունը որնը կայֆովատ եմ լնում էլ հետը։ Արա սիչ թրաշ, արա սիչ շավիճակը, տարա թրաշ մի ադը գամիկ չես արա։ Օպր ջան, կարամ ես որ ձեր երկուսի մեջտեղը կնեմ։ Ոնց արա, ընձե 0-2-ով չեք տես, Ես մի հատ հել եմ զուքարան գամ օպե։ Օպա ջան մի հատ ես կոշիկները տարից չուզդ բեր։ Արա եսի շլավնա ձեր ջուրը։ Մի խոսքով ես եկել եմ, որպեսզի ձեր աղջկա ձեռքը խնդրեմ։ Հարգարժան քյարթուներ, եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա վստահ եղեք, որ ձեր բակում ձեր վարկանիշը ևս մեկ քյարթ կբարձրանա։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ապագայում ձեր ձեռք բերած հարյուրավոր լավ աղբերներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք։ Սիրելի հեռուստադիտողներ, հուսով եմ, որ այսօր էլ ավելի կարողացաք ձեզ համար բացահայտել քյարթուների առանց այդ էլ բացահայտ կերպարները։ Կհանդիպենք հաջորդ ծրագրում։ Հաջողություն։